Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է Երևանից։ Հիշեցնեմ, որ ուղի եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-532 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ լրագրող Ոսկան Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավեր ընդունելու համար։ Այսօր խոսենք, թե ինչ է կատարվում Տավուշի մարզում, ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ են լուծվել եւ ինչ խնդիրներ են, որ առաջնային են եւ պետք է դրանց ուշադրություն դարձնել։ Հուլիսի 26-ին սկսենք նրանից, որ մարդու իրավունքների պաշտպանի խմբերը այցելեցին Տավուշի մարզ, եղան մի քանի յուղերում, Ներքին Կարմիր Աղբյուր, Նորաշե, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեծոր, Արծվաբերդ եւ Չորաթան գյուղերում։ Կատարվեցին ուսումնասիրություններ, նրանք իրենց եզրակացությունները կասեն այդ խնդիրները ինչ խնդիրներ են արձանագրել, բայց մենք անդրադառնանք, թե ինչ խնդիրներ ունեն այդ տարածաշրջանը, այդ գյուղերը լրագրողի աչքերով։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք նման անկողմնակալ եւ անաչառ ստուդիայում տաղավարում ինձ հյուրընկալել եք եւ հնարավորություն եք տալիս արտահայտելու իմ կարծիքը։ Ասեմ, որ նշված գյուղերը, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այցելել, դրանք Բերդ խոշոր համայնքի գյուղեր են, սահմանամերձ գյուղեր են։ Խնդիրները, ինչպես Հայաստանում, գրեթե նույնն են մի ավելացած սահմանի գործոն։ Այդտեղ խմելու ջուր, ոռոգման ջուր, ճանապարհներ եւ նաեւ որ տարածքներ կան, որոնք լինելով սահմանամերձ չեն մշակում։ Նաեւ երեխաների մանկապարտեզի հաճախելիության խնդիր կա, ասենք, որոշ գյուղերում աշխատանքներ արվում են պետական սուբվենցիոն եւ համայնքի բյուջեով, նաեւ միջազգային կազմակերպությունների միջոցներով, սակայն ինչպես միշտ խնդիրներն ավելի շատ են, քան արվող աշխատանքներ։ Ասեմ, որ մի բան, այդ Բերդ խոշոր համայնքի ղեկավար նոյեմբերի 9-ից գտնվում է կալանքի տակ Հարություն Մանուչարյանը, ինչը նաեւ խանգարում է աշխատանքներին, համայնքի ավականու անդամները եւ Բերդի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները դիմել են եւ կառավարություն Նիկոլ Փաշինյանի վարչապետ եւ դատարան Տավուշի մարզի առաջինատյան դատարան, որ մարդը առանց դատարանի վճռի եւ մանավանդ որ չի խոչընդոտում, ասենք վկաների փախչելու, հեռանալու միտք չունի, ասենք արտադրությունից խուսափելու 2012-ից նա Բերդ համայնքի ղեկավարն է, 16 թվականից Բերդ համայնքը խոշորացել է ամբողջ նախկին խորհրդային վարչական շրջանը Բերդ խոշոր համայնքն է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցը ողջունում եմ, որ խնդիրները վեր են հանում, սակայն խնդիրները վերհանելը մի բան է, դրանց լուծում տալը այլ բան։ Իսկ ինչ պետք է աներ հենց այդ Բերդ համայնքի ղեկավարը, որ հիմա դուք ասում եք կալանքի տակ էր աշխատանքները խոչընդոտվում են։ Ինչ աշխատանքների մասին է խոսքը, որ նա կարող էր իրականացնել, իսկ ներկայումս այդ աշխատանքները չեն արվում։ Այդ աշխատանքներն արվում են իհարկե, ունի տեղակալ Սամվել Հովսեփյանը, որին նույնպես ճանաչում եմ, արվում են։ Սակայն բոլոր դեպքերում համայնքի ընտրված ղեկավարը պետք է լինի համայնքում, մանավանդ սահմանամերձ համայնքի ղեկավար։ Մանավանդ այն անձնավորությունը, որը չունի կրիմինալ անցյալ, ընդհանրապես որևէ աղմկահարույց պատմության մեջ չկա, որ ասենք այդ մարդը ինչ որ աղմկալից պատմությունների մեջ է եղել, կարող երբևէ դատվել է կամ ինչ որ միջադեպի մեջ է եղել։ Պարզապես իշխանությունը, ներկա իշխանությունը ցանկանում է բոլոր տեղական թիմերը իրենով անել, այդպես ասած, ընտրել իր մարդկանց։ Նույնը եղավ Իջևանում, նույնը եղավ Դիլիջանում։ Իսկ Բերդում սեպտեմբերի 25-ին ավականու համամասնական ընտրություններ են։ Եվ ինչ ակնկալիքներ ունեք։ Ես կարող եմ գուշակել կամ կանխատեսել, որ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքի ղեկավարը իր դաշինքով կամ որևէ կուսակցության ցուցակով, կարծում եմ, որ իր դաշինքով կմասնակցի ընտրություններում եւ կվերընտրվի։ Կվերընտրվի եւ որից հետո նորից իր գործունեությունը կշարունակի։ Շարունակի, դատը թող ընթանա, դատը կապ չունի, ասենք իր աշխատանքների հետ կարող է կատարել։ Պարոն Սարգսյան, մենք խոսեցինք ՄԻՊ-ի այցի մասին, դուք արձագանքել եք, որ մարդու իրավունքների պաշտպանի այցը կարծես թե ձևական լինի եւ այնտեղ լուսանկար եք ձեր էջում տեղադրել բուժկետի քանդված վիճակում, դա որ գյուղի բուժկետն է եւ Նոյեմբերյան համայնքի ամենահեռավոր, ամենասահմանամերձ Բարեկամավան գյուղը, փոքրիկ գյուղ է, որ մեծ կորուստներ է ունեցել արտագաղթի հետ եւ պատերազմի ժամանակ հերոսական տարեգրություն։ Գյուղը կրում է միջնակարգ դպրոցը, ունի ընդամենը 11 աշակերտ։
ժամանակին այդ գյուղը խորհրդային ժամանակ 70-ականին 350 աշակերտ։ Դուք պատկերացնում եք ինչ քանակի նվազել։ Մայիս Ղարաքեշյանի անունն է գրում դպրոցի, զոհվել է հենց գյուղի պաշտպանության ժամանակ։ Ուրեմն գյուղի դպրոցի տանիքի կեսը տանիքը վերանորոգում կիսատ է մնացել։ Դպրոցի։ Ես անցնեմ դպրոցից, հետո անցնեմ Բուշկետի։ Դպրոցից անցնենք։ Ուրեմն դպրոցի տանիքի վերանորոգում, որը արել են Ստարապոլում բնակվող բարեկամություններ, գումար են հանգանակել նախկին մարզպետ Տավուշի Հայկ Չոբանյանն ասել է, որ 8 միլիոն դրամը հերիքում է, բայց չի հերիքել այդ գումարը։ Հիմա տանիքի նորոգում կիսատ է, անձրևաջրերը լցում են դպրոցներ։ Նույնը Բուշկետն է, 2 տարի առաջ քամի եղավ ուժգին, Բուշկետի տանիքն ավերվել, տանիքի կեսը չկա։ Ամբողջ անձրևաջրերը լցում են ներս եւ այնտեղ մեծ սունկեր են աճում։ Բուշկետի ներսում։ Դուք պատկերացնում եք այդ պայմաններում դեղեր են պահվում, այդ պայմաններում աշխատում են։ 2 տարի նման վիճակ է։ Ես բազմիցս գրել եմ եւ մարդու իրավունքների պաշտպանն պետք է արձագանքի նման բան։ Մարզպետարանը, որի ենթակայության տակ է գործում, այդ Բուշկետը գտնվում է հարևան Կոթի գյուղի ամբուլատորիայի ենթակայության, որը նույնպես գտնվում է մարզպետարանի ենթակայությանը։ Ասում են, որ շենքի պատկանելիության հարցը բարձ չի։ Եթե շենքի պատկանելիության հարցը չի լուծել, մոտ 2-3 տասնամյակ այդտեղ ոնց է Բուշկետ գործում եւ ինչպես է 2005 թվականին ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության եւ ապավեն կազմակերպության միջոցով շենքը նորոգել, եթե շենքը պատկանելություն չունի։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, որ լուրջ կառույց է, ինչպես գումար հատկացել անտեր շենքի։ Եվ մարզպետարանը միթե մոնիտորինգ չի անում, որ մարզպետարանում կա առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչություն։ Ինչպես մոնիտորինգ չի անում, որ իր ենթակայության տակ գործող հիմնարկը ասենք տանիքը չկա, ինչ է շարժում տանիքը չկա, այսինքն շենքը կիսատ ոնց կարող է գոյատել, ձմեր, քամի, ամառ, քամիներից են վախենում այդտեղ, անձրևներից են նայում, իսկ մարդու իրավունքների պաշտպանը, որը նշանակվել է, նման խնդիրներին արագ արձագանքման խումբ չունի, որ արձագանքի։ Հիմա որ գնացել են Բերդի համայնքին, Բերդ համայնք, ինչու հենց Բերդ համայնքից կարող են նույն նոյեմբերանից սկսել։ Այսինքն Բերդը մի փոքր ավելի լավ վիճակում է գտնվում, դուք նկատում եք։ Չէ, ես կարծում եմ կարող է եւ քաղաքական իմաստ ունենալ, որպեսզի այնպես ներկայացեն, որ Բերդում խնդիրները շատ են, չէ որ արդեն ԿՊ-ն քաղաքացիական պայման։ Այսինքն մի այցի մեջ տեսնում եք քաղաքական բովանդակություն։ Չեմ տեսնում, ես ամեն ինչ կարող եմ ենթադրել, ես հիմք չունեմ ենթադրելու, բայց քանի որ մարդու իրավունքների պաշտպան նշանակվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից եւ ամենևին էլ կարծեմ Քրիստինե Գրիգորյան, չէ՞։ Այո։ Ամենևին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որևէ նախկինում աչքի չի ընկել։ Ես նույնիսկ զարմացած, որևէ նախկինում մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկած կա, որևէ մի աղմկահարույց գործով, երբ որ դե Հայաստանում շատ չեն ոտնահարում մարդու իրավունք։ Երբևէ նախկինում ինքը իրեն երաշխավորել կամ աչքի ընկել է նման բան, ոչ։ Այսինքն հույսեր չունեք, որ այդ այցերը ինչ որ հարցեր լուծելու։ Ես ընդհանրապես հույս չեմ կապում։ Եվ ճիշտն ասած միակ կառույցը, որ Հայաստանում լավ էր աշխատում, մարդու իրավունքների պաշտպանի պետական կառույց, բայց դե իրենց կառույցը չէր, այսինքն իրենց մարդը չէր եւ փոխեցին, այսինքն ժամկետը լրացավ։ Հիմա այս Քրիստինե Գրիգորյանին այս աղջկան են նշանակել, ընտրել կամ ինչպես ուզում եք կոչել, բայց ես մեծ առաքել բան չեմ տեսնում, որ ինչ որ մեծ հույսեր չեմ կապում։ Իսկ գյուղում ինչպես են մարդիկ օգտվում Բուշկետից, ընդհանրապես եթե Բուշկետը այդ վիճակում է, բժշկական առողջության հետ կապված խնդիրները ինչպես են կարողանում կարգավորել։ Ստիպված այնպես, եթե տեղեր են ստանում կամ չէ, գյուղում մարդիկ, որոնք ասենք շաքարային դիաբետով հիվանդ են, որոնք տեղ են ստանում, կա պատվաստումներ, գնում են պատվաստումներ են անում։ Այդ անբարվոք գյուղը փոքր գյուղ է, 300 բնակիչ է, քիչ 300 բնակիչ է, քիչ շատեր արտագաղթել են։ Երևանում շատ կան բարեկամություններ, Իջևանում, Նոյեմբերյանում, Ստավրոպոլում, երբ մայիսին են, կարծեմ անցյալ թե նախանցյալ տարի հավաքվել են 300 հոգի հավաքվել։ Այսինքն ավելի շատ, քան գյուղում մնաք։ Նույնը ասենք կա Ոսկեպարում, երբ որ Բելգորոդի մարզի Ստարի Ասկոլ քաղաքում հավաքում են, ավելի շատ Ոսկեպարցի հավաքում, քան Ոսկեպար գյուղ։ Ավելի գյուղի դատարկման պատճառը ո՞րն է։ Առաջին պատճառը։ Դե նոր չի դա այդ երևույթը 30 տարի շարունակ նույնիսկ ավելի շատ։ Նույնիսկ ասել խորհրդային ժամանակ երբ որ գնացել են արտագնա աշխատանքի խոպան, տեսել են պայմանները, հետո հիմնավորվել են, այն ժամանակ գնում գալիս էին, հետո արդեն անկախությունից հետո տեսել են որ այնտեղ ավելի հեշտ ապրել։ Այսինքն գոնե ասենք վտանգ չկա պատերազմի 1,
ասենք ապրելու համար Ռուսաստանում ավելի ճիշտ է դա Եվրոպան կամ Ամերիկան չի, բայց Ռուսաստանում ապրելն ավելի հեշտ է, քան Հայաստանում։ Եվ ասեմ մեկ մյուսին քաշելով նես թելի նման հավաքվում են, այդպես փոքրիկ համայնք են ստեղծում։ Պատերազմի վտանգը հիմա էլ կա փաստորեն սահմանին, բայց հիմա էլ գյուղը դատարկվում է թե ոչ։ Այդպես ասել, որ արտագաղթը մեծ, բայց որ ասել, որ չկա, դա գիտեք ամեն մարդ ինքն է լուծում իր կյանքի։ Անկախ նրանից, թե պետությունը ինչ ծրագրեր է այդտեղ իրականացնում համեմատաբար այդ արտագաղթը կանխելու համար։ Պետությունը վերջերս հրապարակվեց մի ծրագիր հիպոթեկով տուն կառուցելու։ Եկ գիտեք մեծ աղմուկ ոչնչից։ Այնպես բարձր աղաղակում են, որ մտածում ես հիմա էսա տավուշում գյուղերում կսկսեն մուրճերը, կսկսեն պատշարները պատել, տնել, բայց գիտեք բանկերի հետ գործ ունենալը, այդ թղթերը սարքելը, հետո բանկերը այդքան շահագրգիռել չեն, որ գումարները սիրում են, որ փողը իրենց մոտ է մնում, շրջանառության մեջ են տրում։ Այսօր հիմնականում այսօր բանկերի համար երջանիկ շրջան է։ Բանկերի համար գրեթե չեն վերահսկում։ Նայեք թե ոնց են միջնորդատոկոսները, միջնորդաբջջարներ, եթե դրամ եք փոխանակում, ինչքան էժան գնում են եւ ինչքան թանկ վաճառում են եւ 3% վերցնում։ Հիմա նույն այդ գումարները, որ տվել են հիպոթեկին, որ ասում են, որ մարզերում պետքա 12 միլիոն պետությունն է տալու, մնացածը արդեն տուն կառուցող։ Նայեք, տեսնենք թե քանի հոգի կօգտվի։ Գիտեք, ասել մի բան է, անել մի այլ բան։ Տեսնենք, քանի ես ուրախ կլինեմ, որ գյուղերում, մեր գյուղերում, իսկապես ոնց որ այն ժամանակ, սովետական միության ժամանակ, աշնանը մուրճեր են, պես էին հնչում, որ թղթ մարդիկ սարքում էին։ Տուների ուրախանում էին, որ այ մի տուն էլ բաժանվեցին տուն։ Իսկ գյուղեր կա, երիտասարդները չեն ամուսնանում, որտեղ տուն չունեն։ Չեն կարող խումի տան մեջ մի քանի ընտանիք ապրել։ Չեն ամուսնանում, որտեղ տուն չունեն։ Այդպես կիրանց գյուղ ունենք, որտեղից արտագաղթ չկա, բայց տուն չի սարքում։ Մի գյուղապետի տղան նոր հավաքվել է միասին մի տուն են սարքում, ասենք այդ իր տղայի համար, որ ասենք, բայց գյուղը հենց նման ծրագրերի կարիք ունի, չէ՞։ Ոչ թե Երևանում նայում ես սնկի նման աճում են։ Պահանջար կա, առաջար կա, բայց այսօր Հայաստան նման է մի։ Եվ այդ սնկի նման աճող շենքերում մարզերից են տեղափոխվում եւ սկսում են։ Դե ինչ անի, մարդ ուզում է, որ իր երեխին երաժշտական դպրոց հաճախի, ուզում է, որ իր տղեն ֆուտբոլիստ դառնա, լավ մարզիչ, ուզում է, որ ասենք երեկոյան ինքն կարողանա գնալ միտեղ համերգ լսել։ Ոնց է որ Երևանի սրճարանները տենց այդպես լիքն են ու մարդիկ ուրեմն պահանջար կա, փող կա մարդկանց մոտ եւ մարզերից գալիս են այստեղ շինարարությամբ են զբաղվում։ Ես շատ գիտեմ, որ մեր գյուղերում, ասենք նոյեմբերյանի տարածաշրջանից գալիս են շինարարությամբ զբաղվում, որտեղ աշխատանք կա։ Իսկ գյուղերում բերքն է կամ գյուղացու աչքն էլ երկնքից էին կամ կարկուտը կտանի կամ ցրտահարություն կլինի, ապահովագրության համակարգ չի գործում, ռոռոկման ջուրը քիչ է, պարտանյութը շատ թանկ է, հացահատիկի սուբսիդիա չի կատարվում, սուբսիդավորում չի կատարվում, հացահատիկի նախկինում կատարվում էր եւ մնում են, ասենք գյուղատնտեսական անտոկոս վարկեր կան, ասենք ոմանք կարողանում են օգտվել անտոկոս վարկերից, որ պետությունը սուբսիդավորում է, այդ վարկերը գործում են, դա կարելի է դրական համար, բայց կարկտահարության դեմ պայքար չկա, ցրտահարությունը լինում է, ռոռոկման ջուր շատ քիչ է։ Ռոռոկման ջրի մասին որ խոսում եք, վերականգնում է փաստորեն Տավուշի ռոռոկման համակարգը։ Կառավարության հետ համատեղ կա նման ծրագիր եւ դա ռազմավարական նշանակություն ունի հատկապես Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու առումով։ Մարի ջան, լավ եք հնչեցնում, բայց որտեղ է վերականգնում, եթե ես գիտեմ, որ վերջի 4 տարում կամ ոչ մի ջրամբար չի կառուցվում։ Հիմա նայեցեք Ղազախ։ Իսկ նախկին ջրամբարներն էլ այնպես են կառուցված, որ մեր ջրերը հիմնականում գնում են դեպի Ադրբեջան։ Ես վերջին անգամ հիշում եմ, որ մասշտաբային գործ արվեց 2012 թվականին Դեբեդի այրումում մեծ ջրահավաք ավազան կառուցվեց, ոչ ջրամբար, այլ ավազան մեծացվեց, հիշում եմ։ Մի քանի տարի առաջ Աղստեփի վրա Իջևանում որոշակի ընդայնման աշխատանքներ կատարվել։ Բայց որ ասենք այսօրվա դրությամբ Ղազախ քաղաքը 28000 բնակիչ ունի, ախմելուց ջրից երկար ժամանակ արդեն զրկված է ու բողոքում են։ Իսկ մեր գետերը Աղստեփ եւ Ոսկեպարը եւ Կիրանցի մեջով հոսող Քարահանը այսօր Ջողազի եւ Դիդաբանի ներքևում գտնող ջրամբարները լցրել են մաքուր խմելու ջրով։ Ինչու մենք ունենք կողպի ջրամբարի կառուցման ծրագիր, բայց չիրականացնում։ Նույնը ունենք Բերդի Հախումի ջրամբարի կառուցման փոքր ջրամբարի, բայց չեն կառուցում։ Ինչու չեն կարող։ Մենք այսօր Ադրբեջանի վրա ռեալ ազդեցության մի լծակ ունենք։ Խմելու ջրի խնդիրը, այս մեր գետերը։
որտեղ մեր գետերը գնում են բոլորը այսօր քուրը կարելի ասել ծանծաղել է, քուրը նույնիսկ Կասպից ծովից աղի հոսանքը վերև է բարձրանում դեպի քուր։ Նույնիսկ ծրագիր են ուզում Իսրայելի միջոցով, որպեսզի ջուրը, աղի ջուրը Կասպից ծովի դարձնեն քաղցրահամ։ Դա թանկ ծրագիր է, նաև Սաուդյան, կարծեմ Սաուդյան Արաբիան է կիրառում։ Իսկ այսօր մենք մեր ջուրը չենք գնահատում։ Ինչու որտեղ կառավարություն ռազմավարություն չունի։ Այդ դենց գեղեցիկ ծրագրեր են հնչեցնում, բայց 4 տարի մի փոքր ջրամբար չեն սարքել։ Ոչ կողպի, ոչ հախումի, ինչու չեն սարքել։ Իսկ ինչպես են հիմա կատարվում գյուղատնտեսական աշխատանքները, եթե ռոռոկման ջրի խնդիրը կա եւ եթե ռոռոկման ջուրը չի հասնում, օգտագործում են խմելու ջուրը։ Դե գիտեք, մարզը, Տավուշի մարզում տարբեր տարածաշրջաններ։ Օրինակ Դեբեդի հովտում, Դեբեդի գետի ջուրն են օգտագործում, համակարգը խորհրդային գործում է։ Տեղեր կան ինքնաուզ եղանակով, ասենք առվից։ Տեղեր, որտեղ պոմպակայան է գործում, բայց ուշ է տրվում, ասենք պտղատու այգի մի ամիսը մեկ ջրվելուց ինչ կարող է եւ չորանալ, չէ՞, բերքը այլ կերպ ստա, այսինքն վատ ստացվել, չէ՞։ Նույն իսկ ասենք տնամերձ հողամասերը սովորաբար խմելու ջրով են գյուղացին, տնամերձ, որտեղ իրանց կարիքների համար, իսկ մեծ հողակտորները այդպես մարզում շատ քիչ են, այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ 4-5 հազար հեկտարի կարգի այդքան է ռոռոկվող, եւ ինչքան որ գովերքում էր Նիկոլ Փաշինյանը, որ կարթիլային համակարգ ենք մտցնել, կարթիլային համակարգ չի մտել Տավուշի մարզ, այն որ հիշում եմ, որ Արմավիրում մարզպետը Գարիկը Կոկորտի լսակետ մասնակետն ասում էր, որ 40,000 հեկտար ռոռոկելի տարածքներ ունենք, բայց Տավուշում օրինակ ռոռոկելի չնայած այդ թիվ սխալ էր ասում եւ 40 հեկտարի մասին էր ասում, իսկ Տավուշում ռոռոկելի կաթիլային շատ քիչ ջերմուկներ կարող են լինել, ասենք թե հենց, բայց մեծ տարածքներ կաթիլային, իսկ դա ապագան իհարկե կաթիլայինին է, որովհետեւ Իսրայելի փորձը ցույց է տվել, որ կաթիլային եղանակը եւ ջուր է խնայում եւ արդյունավետ է։ Հիմա ինչ են անում Տավուշում, գյուղացիները ինչով են զբաղված։ Հիմա բերքո բարիքի այդ լավ ժամանակաշրջանն է։ Դե գիտեք, ասենք այն գյուղացին, որը ունի իր հիմնական, ասենք զբաղմունքը, Դեբեդի հովտում օրինակ պտղաբուծությունն է զբաղվում։ Ասենք Իջևանի տարածաշրջանը եւ խաղողի մշակություն կա եւ ասենք տարբեր բանջարանաբոստանային։ Բերդում խաղողի մշակությունը միշտ եղել է, կա այնտեղ Երևանի կոնյակի գործանի մասնաճյուղ կա, որ հիմք է ընդունում։ Դե Դիլիջանը հիմնականում սերվիսի վրա սպասարկման տուրիստների հիմնականում անասնապահություն, ասենք գյուղատնտեսությունն ավելի հողագործությունն ավելի քիչ։ Ասենք կան խելացի գյուղացիներ, որոնք մեղու են պահում, իրենք կարողանում են մեղուներին աշխատացնել իրենց համար, դա արդեն որոշակի գիտելիք է պահանջում ամենին։ Եթե գյուղացին իսկապես խելացի է եւ հասկանում է մեղվաբուծությունը, մեղու է պահում, մեղուն այդ Տավուշի, ասենք մեղրը լավ սպառում։ Ընդհանուր որ ասեմ իրավիճակը հուսահատական է ոչ, բայց որ ասեմ լավ է, լավ էլ չի, որովհետեւ կարող է ավելի լավ լինել։ Կարող է լավ լինել, եթե գյուղացուն օգնեն, ասենք բերքի իրացման հարցում, գյուղացուն օգնեն, ասենք պարտանյութ ասենք թունակիմիկատների ոլորտում մասնագիտացված կազմակերպություններ բերեն, պարտանյութը եթե ներկրեն նորմալ գին կլինի։ Փաստորեն հիմա Դեբեդի հովտի Դեբեդ գետի արտադրությունից միրգը ծանր մետալներով նոյեմբերյանի միրգը հագեցած է եւ դա շատ վատ է, որ այդ փաստորեն երբեմն Դեբեդը սպիտակում է ցինկով, կապարով, պղնձով, լոր մարզում գործող այդ պղնձակը այդ հա եւ դա թեղուտն է եւ աղթալան եւ արմանիսի ոսկուհանքը իրենց արտանետումները գծում են Դեբեդ, ռոռոկման ջրով այդ ծանր մետալները մտնում են մրգի մեջ, որը ինքնին քաղցկեղածին է։ Կառավարությունը պետք է ծրագիր ունի, եթե պտղաբուծություն է զարգացնում, պետք է գետը գոնե մաքուր պահի, բայց ոչ այն, ավելի շատ խոսում են, ավելի շատ ներկայացնում են, գեղեցիկ է ինչու, բայց որ ներսից ես նայում, տեսնում ես խնդիրներն։ Պարոն Սարգսյան, բայց մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը երբ այցեր է կատարում մարզեր, գյուղական համայնքներ, նրան շատ ողջունելի ընդունում են, խնդիրների մասին խոսում են, խնդիրներ կան, որ լուծված են, Տավուշը այդ ամենից հեռու է մնացել։ Հիմա կարծես թե արձակուրդի ընթացքում Տավուշում է։ Նա հիմնականում Տավուշում լինում է Ենոք Հավանում, որտեղ գնում է, ասենք, հանգստանալու, կամ իր ընկերներով հավաքվում են Ղալումյանների հետ, մանկության ընկերներով գնում են, իր հայրը բանից, Ենոք Հավանից է,
Ենոքավանում այդտեղ բանը զարգացած է։ Ենոքավանում հանգստյան գոտին նոր զիպլայն են կառուցելու, արդեն ծրագիրը կա, այնտեղ կա զիպլայն եւ նորն են կառուցելու։ Կարծեմ 2.5 կիլոմետր երկարությամբ նոր զիպլայն են կառուցելու եւ երեք էլ Իջևան համայնքի ղեկավարին հարցրի եւս մեկը մի հեկտար տարածք է վերցրել հանգստյան գոտի կառուցելու։ Այնտեղ հանգստյան գոտիներ կան եւ Ենոքավանը այդ առումով շահեկան է ավելի։ Կապ չունի Նիկոլ Փաշինյանի, ասենք վարչապետության հետ։ Դա եղել է մինչեւ իր։ Այդ իմաստով ասենք Ենոքավանը առանձնանում է բրենդ է դարձել արդեն։ Զբոսաշրջության համար ավելի եւ այնտեղ հանգստյանը Ենոքավան ռեզոր, ապակատուր, այնտեղ կա։ Նույն ձև կարող է լինել նաեւ Խաշտարակը, եթե աշխատանք տարվեր, շատ գեղեցիկ բնություն ունի Խաշտարակը։ Այնտեղ մենք ենք մեր սայերը, տղամարդիկ, 22 ֆիլմ է նկարվել։ Ասենք այդ հռչակավոր դատը, որ լինում է հենց Խաշտարակի քարերի վրա է այդտեղ է նկարահանվել։ Այդտեղ կարող, եթե այնտեղ էլ գումարներ տրվեն Խաշտարակում, այնտեղ շատ սիրուն բնություն ունի, կարող է լինել։ Օրինակ նոյեմբերանում կողբն է Զիկատար կենտրոնն է կայացած, որը պետական ճիշտ է արգելոց է, բայց այնտեղ շատ հետաքրքիր միջոցառումներ են։ Կողբում հիմա արդեն 6-րդ տարին է կառուցվում, հույս ունեմ կավարտվի, Թումո կենտրոնն է կառուցվում։ Հիմա բանում Ենոք ազատամուտում սահմանամերձ Թումո տուփ է բացվելու, Թումո տուփ, ավելի փոքր։ Նման ծրագրեր արվում են, բայց քիչ են եւ գիտեք քաղաքի ու գյուղի տարբերությունը շատ ահավոր է եւ դա շատ այլ Երևան սովորելով այլևս չեն ցանկանում վերադառնալ այնտեղ մանավանդ որ ասենք լավ սովորող երեխաները ծրագրավորող են կարողանում են աշխատանք գտնել քաղաքում կարողանում են նաեւ իրենց դրսևորել եւ այստեղ ավելի հեշտ է երիտասարդ ընտանիքը հիպոթեք ասենք ինչ որ աշխատանք այնտեղ ավելի դժվար է դպրոցներում ուսուցիչների պակաս կա օրինակ մեր մար որ շատերը չեն ցանկանում ուսուցիչ գնել դպրոցի ես գրել եմ դպրոցի տնօրենները են դուրս եկել երբեք նման բան չէր եղել չէ դպրոցի տնօրենի համար պաշտոնի մար պատճառը ո՞րն է գուցե արդեն պահանջներն են այլ չեն ենթարկվում այդ չէ գումարը մեծ չի ասենք աշխատավարձը մեծ չի 170,000 դրամ ասենք պատասխան անդադ թղթեր պահանջել ան մարդիկ մեկը դեռևս 2018 թվականին դուրս եկավ Անդրանիկ Հայրապետյանը ինքը Չինչինի դպրոցի տնօրեն էր գնաց Ռուսաստան որտեղ Իրաներ ցակը գործարան ունի Մոսկվայում գնաց այնտեղ ղեկավարելու մյուսն էլ անցյալ տարի Կոթի դպրոցի տնօրենը Վանո Սիրադեղյանի եղբոր որդին Մուշեղ Սիրադեղյան որը երկար տարիներ տնօրեն էր գնաց որոնեշ իր տղայի մոտ այնտեղ դուրս եկավ կամավոր դպրոցի տնօրեն եւ դուրս եկավ վերջը օրես էլ գրեցի որ Բագրատաշյանի երկրորդ դպրոցի տնօրենը մրցույթին չուզեցավ մասնակցի, այսինքն հավաստագիր չհանեց։ Հիմա իրեն նշանակել նոյեմբերյանի համայնքապետարանի Կորտյան, ասենք մշակույթի բաժնի պետ։ Այսինքն բոլոր դեպքերում դպրոցը գուցե որպես տնօրեն հրապուրի, բայց որպես ուսուցիչ այդքան մենք խնդիրներ ունենք, ասենք բարեկամաբանում օրինակ այստեղից Արտաշատից Դիմիտրով գյուղից ասենք բարեկամանցին գնում է շաբաթ 2 օր իր հայրենի գյուղում ես այդ օրինակը գրել եմ գնում է 2 օր դաս է պարապում որպեսզի այդ առարկաները փակի էլ ֆիզիկա, ինֆորմատիկա եւ արմատ լաբորատորիա որպեսզի իր գյուղը առանց ուսուցչի չմնա եւ այդպես 6 տարի շարունակ իր գնում իր գյուղում դասավանդում է շաբաթվա 2 օրը իր հորական տանը մնում որը ինքնին գովելի է որ մարդը չի թողում իր գյուղը ասենք կապ պահում է աշակերտներն էլ առանց դասի չեն մնում բայց ընդհանուր ուսուցչի աշխատանք հրապուրիչ չէ մենք զանգեր ունենք արդեն պարոն Սարգսյան փորձենք մի զանգի պատասխանել որից հետո շարունակենք լսում ենք ձեզ դուք եթերում եք լսում ենք Հարգելի հեռուստադիտող խնդրում եմ մեզ հետ խոսեք հեռախոսով եւ հեռուստացույցի ձայնը իջեցրեք, որպեսզի կարողանաք մեզ հետ այդ պահին խոսել։ Պաստորը մենք խոսեցինք, որ մարզում կան բազմաթիվ խնդիրներ։ Այդ խնդիրների մասին թե որքանով արձագանքի մարդու իրավունքների պաշտպանը ժամանակ է պետք, որպեսզի տեսնենք խնդիրների, թե ինչ խնդիրների մասին են խոսում եւ ինչ խնդիրներ են քննարկվում, բայց որն է ամենահրատապ խնդիրը այսօր մարզի։ Այն որ գյուղերը դատարկվում են դրա մասին մենք խոսում ենք, բայց որն է ամենահրատապը, որը կարող է կանխել եւ ինչ որտեղ անորոշությունը, որը կապված է սահմանագծման եւ սահմանազատման հետ։
Դա սերտորեն կապում են մարզի 4 տարածաշրջան 3-ի հետ։ Իջևանի, Նոյեմբերյանի եւ Բերդի։ Հիմա երկու տեղ ռուս զինվորականները մոդուլային ավաններ են կառուցում, կացարաններ։ Մեկը ոսկեպարում, մյուսը այգեպարում նախկին խորհրդային ժամանակ գործած փոքր օդանավականի տարածքում։ Դա նշանակում է, որ նախկինում չեն եղել 30 տարի ռուս զինվորականներ, ասենք մշտական չեն գտնել Տավուշ մարզում։ Դա նշանակում է, որ առաջիկայում սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ են կատարվելու եւ շատ կարեւոր տրանսպորտային ուղիներ կարող են հայտնվել ոչ մեր վերահսկողության տակ։ Այսինքն, չգիտեմ, ռուս խաղաղապահները կսկեն, թե ասենք ադրբեջանցիները նրանց հետ կլինեն, չեմ կարող ասել, բայց դա անորոշություն է։ Ես մարդիկ արդեն հասկանում են, որ 30 տարի չկային, բայց որ եկել են նշանակում է ինչ որ բան վտանգի հետ է կապված կամ ինչ որ բան։ Դրանց տարվա օգոստոսից է եկել։ Ես այն ժամանակ արդեն իսկ հետո մեր կառավարությունը չի տակցնում, մենք փորձում ենք արագացնել սահմանագծումը եւ սահմանազատումը։ Իսկ դա ինչ արագացնելու, ասենք արդյունքը որ ինչն է լինել։ Խաղաղության պայմանագիրը չեք վստահում, չեք հավատում։ Ես փաստերին եմ վստահում։ Իսկ ինչն ենք ճիշտ արել միջև հիմա։ Այսինքն ասել ենք, որ հաղթում ենք ու հաղթել ենք պատերազմի ժամանակ։ Պատերազմի ժամանակ ճիշտ ենք ասել ժողովրդին։ Իսկ բանակցությունները ճիշտ ենք տալ, որ ասենք ինչ ուզում ենք բանակցում եմ, ձեզ ինչ ուզում եմ բանակցում եմ։ Պարոն Սարգսյան, ձեր գրիչը ում է պաշտպանում եւ ում դեմ է ավելի սուր։ Ես անկուսակցական եմ, 91-ից աշխատում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ խիստ քննադատել եմ եւ խնդիրներ եմ ունեցել։ Խնդիրները այնպես որ տհաճ միջաճեպ է։ Նույնը եղել է Քոչարյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանն, որ նոր էր եկել, ես հիշում եմ 97 թվականին այդ ժամանակ, երբ որ վարչապետ էր։ Սերժ Սարգսյանի 10 տարվա իշխանության տարիները, ոնց որ ասած, շատ քննադատական նյութեր եմ եւ հետաքրքիր բաներ շատ եմ հիշում եւ իր հետ եկել է նոյեմբերյան հարցազրույցել եմ ունեցել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 4 տարիներն էլ չասեմ որ գրվում եմ։ Այնպես որ խնդիր չունեմ, որևէ կուսակցության անդամ չեմ, որևէ մեկ քաղաքական ուժի անդամ չեմ հարում, համակրանք չեմ տածում։ Ես լրագրող եմ, իմ աշխատանքն եմ կատարում եւ պարտավորել չեմ որևէ մեկին համակրել կամ սիրել, ճիշտ ասած համակրել էլ չեմ։ Իսկ ինչ որ հարցեր կան, որոնք փորձում եք վեր բարձրացնել, բայց դրա համար ձեզ ինչ որ սաստում են։ Սաստել չեն համարձակվի, բայց որ քրեական գործ նյութ էին նախապատրաստել, որ քրեական գործ հարուցեն երկու հոդվածով, մեկը անձին վիրավորելու, այսինքն Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու, մյուսը իբր ես կոչ եմ արել պետական հեղաշրջման համադրական կարգ տապալելու։ Չի եղել ոչ նա եւ ոչ նա քրեական գործերը։ Քննեցին նյութեր եւ մի քանի եւ բացատրություն եւ ցուցմունք քրեական գործի հարուցում մերժվեց, բայց դա ավելի շուտ բաներ, որ քեզ ավելի շուտ դա դեղին քարտեր, որ քեզ խելոք պահի, մենք կարող ենք քեզանով զբաղվել։ Պարոն Սարգսյան, դուրս գանք Կարճատև գովազդային դադարի եւ ասեմ, որ հեռախոսազանգեր ունենք, կփորձենք նաեւ գովազդից հետո պատասխանել ձեր զանգերին, հետեւեք խնդրեմ։ Իր անցյալի պատմությունը չիմացող ժողովուրդը երբեք չի կարող ապագա ունենալ։ Դու կարող ես իմանալ քո անցյալը։ Անիտուրը մայիսից հոկտեմբեր ամիսներին կազմակերպում է 4-ից 15 օրյա շրջագայություններ դեպի պատմական Հայաստան, Կիլիկիա եւ Կապադովկիա, Կարս, Անի, Վան, Էրզրում, Եդեսիա, Ադանա, Արարատ, Նեմրութ եւ Մուսալերներ, Հեքիաթային Կապադովկիա, հաճելի հանգիստ բարձրակարգ հյուրանոցներում, որից 4 օրը միջերկրականի ծովեզերքին։ Տեսեք, ճանաչեք, սիրեք հայոց հավիտենական հայրենիքը։ Անիտուր դեպի ակունքներ։ Hello to everyone. I am Benjamin Bogosyan, the host of the Viewpoint program on Noyan Tapan TV. Every Monday on the YouTube channel of Noyan Tapan TV, you will listen my assessments and analysis on the events which happened inside and behind Armenia. We will analyze the situation, domestic politics, foreign politics, and also the regional and international security dynamics. Every week on Noyan Tapan TV YouTube channel. Viewpoint with Benjamin Bogosyan.
Թամարա պաղպաղակ, միակ պաղպաղակն է, որ 98 թվականից ներմուծվում է Ամերիկա եւ ունի միջազգային բոլոր պահանջները բավարարող համապատասխան վկայական, աշխարհի տարբեր երկրներում լավագույն գնահատականի արժանացած եւ 2016-ի տարվա լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ եւ օգտակար եղեք ձեր հայրենակիցներին Հայաստանի մեջ, ձեր հիշարժան միջոցառումներին եւ խնջույքներին հրամցրեք լավագույնը, հայկականը, վստահություն եւ բնական համ, Թամարա, վայելեք գերագույն հաճույք։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է լրագրող Ոսկան Սարգսյանը եւ մենք խոսում ենք Տավուշի մարզի խնդիրների մասին։ Փորձենք մի զանգի պատասխանել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ պարոն Սարգսյանին։ Այդ տեսեք դուք բավականին լավ տիրապետում եք շրջաններին, բավականին ծանոթ եք Հայաստանի այսպես ասած տնտեսությանը։ Ինչ եք կարծում հիմա սովետական Հայաստանի այդ 20000 քառակուսի կիլոմետրից մի քանի հազարներ արդեն երևի կնվաճեն Թուրքիա եւ Հայաստանին երևի կմնա մի 25000-ի չափ շատ հող։ Ինչ եք կարծում նման տարածքի վրա եւ եթե հաշվի առնենք որ արդեն Ղարաբաղն էլ ոչ մի հայկական չի լինի, ինչ եք կարծում այդ տարածքի վրա Հայաստանը հնարավորություն ունի ապրելու։ Շատ բարի, շնորհակալ ենք զանգի համար։ Շատ հետաքրքիր։ Ասեմ, նայեք հսկայական Ռուսաստանը, ես եղել եմ ամբողջ ծայրից այ եղել եմ Ռուսաստան, մինչև Վլադիվոստոկ գնացել։ Տարածքը չի որոշում։ Նայեք փոքրիկ Շվեյցարիային կամ Լյուքսեմբուրգին։ Հայաստանը 25000, ասենք, քառակուսի կիլոմետրով կարող է զարգանալ, բայց ոչ այս օլիգարխիկ տնտեսությունում։ Նայեք Հայաստանում փակ օլիգարխիկ համակարգ է։ Ամեն դերերը բաժանվում է, ով պետք է ինչ ներկրի, ով պետք է ինչ վաճառի, իսկ այն գիտելիքահենք տնտեսությունը, ասենք, չի զարգանում։ Նայեք մեր դպրոցների վիճակը, բուհերի վիճակը, ասենք, ինչ են սովորեցնում։ Դպրոցներում ինչ, ուսուցիչները իրենք խելոք, հնազանդ, հլու մարդիկ են։ Ես հարցնում եմ, ասենք, գործընկերներին ինչու են այդպես։ Ասում են, դե դպրոցներում կանայք են մնացել, տղամարդիկ աշխատավարձ դուրս են եկել, կանայք էլ հլու են, պետք է տնտեսության կառուցվածքը փոխվի, այսինքն արտադրվի այնպիսի, նայեք մենք անկախությունից 30 տարի հետո դեռ մենք սև պղինձ ենք արտահանում, այսինքն այդ պղինձը եթե մենք մեր հանքերից, եթե այդ պղինձից ձուլեին կաբելներ, չգիտեմ ինչ, պղինձի արտադրանք մի քանի անգամ թանկ կվաճառեին, բայց ինչու են սև պղինձ, գիտեք ինչու, որովհետև չեն ուզում դրա մեջ ոսկի, մոլիբդեն, այլ մետաղներ է գնում, որը չի հաշվառում։ Եվ դա մեծ այդ փողերին փայ ունեն, թե կարող են, չէ, 30 տարում մի հատ դեղին պղնձի, ասենք, զտարան սարքել, կառուցել, չեն ուզում, որովհետև իրանք դա մեջ փայ ունեն, հազարավոր տոննա խտանյութի մեջ, մեծ քանակությամբ, այն ովքեր դրանք արտասահման վերամշակում են, գիտեն դրա մեջ տոննայի մեջ քանի գրամ ոսկի կա, քանի գրամ մոլիբդեն կա, տիտան կա, եւ նրանք փայ են մտնում։ Կարող է 25000 քառակուսի կիլոմետրով զարգանալ, իհարկե կարող է, բայց հարցն այն է, որ Ադրբեջանը վերցնում է հենց ոչ միայն տարածքները վերցնում, այլ ռազմավարական տարածքները վերցնում։ Այսինքն ջրերի աղբյուրները բարձունքներում, որտեղ ջրերն են, տրանսպորտային կոմունիկացիաները։ Նա լավ ռազմավարություն է գործում այնտեղ։ Տեսնում են, ասենք նոյեմբերյան Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի նոյեմբերյան Իջևան-նոյեմբերյան հատվածի այդ տարածքն են ուզում, որ ճանապարհը գնալու արդեն սարով, իսկ ծմերը ֆուրերը, բեռնատարները չեն կարողանալու գնալ։ Նույնը լինելու է նաև Բերդի տարածաշրջանում, երբ որ այ Բարխուդարլու Սոֆուլու դա ազատամուտի մոտ է գտնվում։ Պատկերացնում եք դուք, երբ որ գնում եք կա Մայիսյան կամուրջի ճանապարհը թեքվում է դեպի Բերդ, Իջևան-Բերդ ճանապարհ։ Այդտեղ կան Սոֆուլու եւ Բարխուդարլու նախկինում փոքրիկ բնակավար գյուղ էլ չասեմ, փոքրիկ բնակավար նախկինում է ավելված տարածք։ Հիմա եթե այդ տարածքները տրվեցին, Իջևան-Բերդ ճանապարհը հիմա շրջանցիկ այլ ճանապարհ են կառուցում։ Գանձակար, Իցակար ճանապարհն է սա, որ Իջևանը այլ ձևով միած, բայց տարանտարային ճանապարհը, կարդյոք ծմերը նորմալ կաշխատի այդ ճանապարհը, եւ չէ որ Բերդի տարածաշրջանում մենք ունենք այնտեղ կոնյակի գործարան, եւ այնտեղ կա ձեռնոցի գործարան, մի քանի գործարաններ ձեռնոցի,
եւ պետք է չէ մեր արտադրանքը խոշոր բեռնատարներով։ Հիմա հարցն է, որ Ադրբեջան ամեն ինչ անում է, որ Հայաստան դարձնի մի այնպիսի երկիր, որից ոչ մի բան չի կախված, որովհետեւ միայն հյուրանոցներ են, զվարճանքի վայրեր են, գալու են այստեղ տուրիստներ կգան, կսպասարկվեն, իրենց հանգիստ կվայելեն, բայց որ Հայաստանը իրենից ռեալ ուժ չներկայացնի։ Իսկ 25000 քառակուսի կիլոմետրում կարող է Հայաստանը զարգանալ այն դեպքում, երբ որ տնտեսությունը կփոխվի, օլիգարխիկ համակարգը կվերանա, երբ որ կառավարությունը ավելի այսպես չի նստի որոշի թե ում ինչքան պատվեր տանք, ում ինչքան որոշենք ով բենզին բերի Հայաստան, այսինքն ում այդպես եղել է Սերժ Սարգսյանի օրոք, այդպես եղել է Ռոբերտ Քոչարյանի։ Շնորհները կարծես թե չեն։ Գիտեք, փակ տնտեսություն է ստեղծվել, որտեղ որոշվում է թե ով ինչ է անում։ Նայեցեք հիմա Սամվել Ալեքսանյանը ունի, ասենք մանածախ եւ մեծածախ արևտրում ունի մենաշնոր, այսօրվա դրությամբ ինքն է որոշում, կարող է որոշել թե ինչ գների լինի, հացատիկի ներմուծման գների։ Նայեցեք դոլարը այսքան էժանացել է, այսքան եւ եվրոն է էժանացել, բայց գները բարձրանում են։ Նախկինում եթե գները բարձրանում են, ասում են դե ներմուծված է, համաշխարհային շուկայում դե դոլարով ենք բերում, կարող է եթե լինի այսօրվա բոլոր ղեկավարները խորհրդային տարիներից հետո բոլոր ղեկավարները մտածել են միայն իրենց կլանի մասին, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ առավելապես Սերժ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին ինչ ասեմ, նա որևէ նույնիսկ քաղաքականություն չի կոչվում սա։ Սա ուղղակի ինքնահոսի գնում ենք, բանկերը հարստանում են, տնտեսությունը չի աճում, չնայած մեր էկոնոմիկայի նախարարը նենց դեմքով անմեղ դեմքով ասում է 118%-ով աճել է եւ դա մշակող արդյունաբերություն։ Եթե մշակող արդյունաբերություն աճել է, մենք ոչ ոլորտում է Հայաստանում ինչ ոլորտա մշակող արդյունաբերություն կա, որ մենք աճել է ու մենք էլ չենք զգում այդ աճը։ Որտեղ է տեղ ունեցել։ Այսինքն մարդը թղթերը, թվերը հրապարակում է իր համար եւ ոչ մեկը չի ասում, ես ինչ ես ասում էլի։ Ախր դու բացարձակ ճիշտ չես ասում։ Ոնց կարող է դրամը արժևորվել։ Հանքարդյունաբերությունը նվազել է, բայց մշակող արդյունաբերությունն աճել է։ Հայաստանում ինչ մշակող արդյունաբերություն կա։ Հայաստանում հիմնականում ծխախոտի արտադրությունն է, որտեղ էլ նույնիսկ կրճատում կա։ Ինչ մշակող արդյունաբերություն, որ արտահանումը մենք չգիտենք։ Փորձենք մի զանգեր պատասխանենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Հյուրին շատ ակտուալ թեմաներ եք այսօր արտասարում, ես ձեր հյուրին ուզում եմ մի բան հիշեցնեմ, տեսեք ինչ վերաբերում է հանքամքային արդյունաբերությանը, երջանիկա հիշատակ Կարեն Վարդանյանը, գիտեք ով էր, նա 1000 անգամ ասում էր, այդ հանքամքային բաները, որ արտահանում են, այդտեղ մի լաբորատորիա կա դրած, որ դրանք անալիզանեն, տեսնեն այդ մենակ պրինց կա, թե ասածպես ուրան կա, մոլիբդեն կա, ոսկի կա, էս կա, են կա։ Ուրեմն հարգելի բարեկամ, մենք 100 անգամ Նոյան Տապանի եթերից այս 5 տարի հնչեցնում ենք, բացահայտեք եւ ներկայացրեք Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժանետերի ցանկը չտվեցին։ Վերջին ռուս ջհուդը 15% Քաջարյանի պղնձամոլիբդենայինից տվեց Նիկոլին, դրանով բավարարվեց։ Իսկ ինչ վերաբերում է գիտությանը, մանկավարժությանը, ես մանկավարժի տղա եմ, հայրս 40 տարի մանկավարժ է աշխատել, մայրս գրադարանի վարիչ 30 տարի։ Եթե ուզում եք իմանալ, լսեք, նորից վեր լսեք ուսուցչի գնահատականը, նայեք Դեմիրճյանի ելույթը, երբ որ նա դարձել է ՑԿ-ի առաջի քարտուղար երկրորդ տարին էր, ինչ արձանագրեց ուսուցչի մանկավարժի աշխատանքի հետ կապված։ 30 տարի անընդհատ դեգրադացրեցին մեր պետությունը, երկրին, ժողովրդին, դատարկեցին, դեռ հələ չեն վանարել, չեն կշտացել։ Մի բան եմ ուզում հիշեցնեմ, Մարի ջան։ Մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը այսպիսի մի արտահայտություն արեց։ Երասխում զգայուն կետեր կան, այդ զգայուն կետերը քյարքի իմաստն է, ինքը չի մատնանշում։ Մենք պետք է այդ հարցը լուծենք, զորքերը հետ քաշենք։ Պատկերացնում եք դա ծրագիրը իրականացնեն, այդ ասացպես է 4000-ը չի հարցը, քյարքին տան, շուրնուխը տան, ոչեն չայզամի եւ այլն, հետո տավուշը տան, մանդրիս տան, հեսա Թուրքիան արդեն սկսել ականազերծել
բաները, այդ տարածքները բացեն, կծմտեն, ցակուցրի վայրեն Հայաստանը բռնեն, որոշ քաղաքագետներ վայ վերլուծաբաններ Մարիջան ասում են թող բացեն այն մարդ մենք գնանք այստեղ բերենք լավ հասկանալի է լավ ձեր հարցը հիմա որ լավ ուղղակի դուք ավելացրեցիք հարցը գիտեք ինչու՞ն է հարցը նրանումն է որ ժողովրդին պետք է հասկացնել ասել հասկացրեք ասեք հարցը ուղղում են դες որ այսպես շարունակել չի կարող մենք արդեն ոչ թե անդունդի եզրին ենք այլ անդունդի հատակին ենք շնորհակալ ենք այսինքն խոսակցությունը այս մեր հերթադիտողի ասած այն է որ մենք հանձնելով վերջում տեսնելու ենք որ ոչինչ չունենք ինչ կարող ենք անել եթե ամբողջ այս քաղաքական դաշտը կարելի ասել խաղի կանոն դրսի խաղի կանոններով է խաղ այս ընդդիմություն կոչվածը ովքեր իրենց ընդդիմադիր են համարում են շոկ է պետք է գնանք երբ որ հով լինի կանք հայրենիք փրկենք այդպես ոնց է լինում այսինքն եթե գնում ես ճակատամարտը ու անձրև է տեղում ասում ես երբ որ այ եղանակը բարձի կգանք հայրենիքի համար կպայքարենք այդպես ոնց է Ընդ որում դրա հետ կապված դուք ձեր Facebook-յան էջում գրառում եք կատարել, որ Փաշինյանը հարստացրեց Ռոբերտ Քոչարյանի որդու բիզնեսը եւ կապ եք տեսնում այդ հանրահավաքների հետաձգման եւ այդ գործարքի հետ կապված, որը ըստ ձեզ գործարքը մեկ օրվում, 1-2 օրվա ընթացքում չի որոշվում։ Ինչի մասին էր խոսքը, պարոն Դերևս անցյալ տարի օգոստոսի կարծեմ 4-ին նույն օրը Ռոբերտ Քոչարյանի որդու բանկային հաշիվներից կալանքը հանվեց։ Կարծեմ Սեդրակ Քոչարյան։ Եվ նույն օրը Գորիսի երկու փոխքաղաքապետի կալանավորից։ Այսինքն ես դրա մեջ միտում տեսա, թե ինչքան որ ճիշտ, որ ուշադրություն շեղող, որ տեսեք, իրականում այս նոր իշխանություն կոչված է հների բերածն։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի դրսի պարտադրանքով։ Սերժ Սարգսյանը իր իշխանության հետ շրջանում արդեն սպառվել է։ Եվ պետք է սահմանադրություն փոխեցին, սարքեցին մի հատ անիմաստ եւ գրեթե թակավոր լիազորություններ թող։ Եվ այն կոստյումը, որ կարել էին իրենց համար, տրվեց Նիկոլ Փաշինյան։ Եվ ինչ եղավ։ Կամ ինչպես եղավ, որ մրցույթին չգիտեին բարեկային ծառայության ծրագիրը, տարիներով գիտեն, չէ՞, երբ որ թվականից սկզբից Երևանում եղավ, հետո եղավ Գյումրիում եւ Լոռու մարզերում, հետո մյուս իրենք չգիտեին, դե հանկարծակի որոշեցին, որ պետքա որ Շկոդա ավտոմեքենաները իրենց չչարթարացրին, ասենք իրենք չգիտեն ու Toyota, բարձրաց որ միայն Toyota-ն ու քանի որ համաշխարհային շուկայում մետաղի գները բարձրացել են, Toyota-ն այդքան չի կարում, միայն Քոչարյանի որդին կարողացավ կամ ես այլ դիտարկում եի արել, ինչպես է եղնում, որ ամբողջ աշխարհում հետախուզվողին Բերմանին ենթարկում եւ դատում, իսկ այդ Toyota Երևանի 60%-ը ըստ փաստաթղթերի պատկանում է Սամվել Մայրապետյանին, որը հետախուզման մեջ է, որի համար ստորագրել են, չէ, մարդիկ կարևոր մարդիկ ստորագրել են, որ չի բացակայել Հայաստանը, բայց փախուստի դիմաց, չէ, ոնց եղավ, որ հետախուզման մեջ գտնվողին, ասենք, հարստացնում են 12 միլիոն դոլարով, միայն այդ գործարքը չի, այս տարվա մեջ 12 միլիոն դոլարի գործարքը, որից 20% երևի շահույթ է, թող 15-ից 20%, ինչպես 20 այդքան միլիոն հետախուզման մեջ գտնվողին հարստացնում են, եթե Նիկոլ Փաշինյանը լինել ընդդիմադիր պատգամավոր կամ իր հայկական ժամանակ ինչպես կգրեր, ինչ է կատարվում, հետախուզման մեջ գտնվողին ինչպես է հարստացնում մեր կառավարությունը, ես հարկ եմ տալի, որ դուք հետախուզման մեջ գտնվողին հարստացնեք, ինչ կգրեր, ինչպեսի վերնակրեր կլներ, չէ, բայց հիմա հասարակությունը կարծես չի տեսնում այդ խնդիրը, որտեղ գիտեք ինչ, սա հատվածական չի տեսնում թե պատերազմը, COVID-ը ժողովրդին ամեն դեպքում կարողացան իրենց չէ, բոլորը իրենց դաշտում են գործում։ Նայտում եմ լրատվական դաշտում։ Ես Նոյան Տապանի մասին անկողմնակալ տեղ է, որտեղ ես մեծ հաճույքով հյուրընկալվում եմ, որտեղ ես 10 տարի աշխատել եմ եւ հպարտամ եմ ասում, գիտեմ, որ ինչպիսի տեղ է, ինչպիսի անկողմնակ, բայց հիմնական լրատվական դաշտը բոլորը դասավորված են։ Ասենք ներկա, ասենք իշխանավորներ, նախկինների մաս, ասենք առաջին նախագահի, երկրորդ նախագահի, երրորդ նախագահի եւ ազատ մտքին քիչ տեղ է տրվում։ Ասենք դրա համար եմ ասում, որ պետք է արձագանք այդպես ինչ լիներ, պետք է ավելի հուշ լիներ, որովհետև հետախուզման մեջ մարդուն գտնվող մարդուն, ասենք ոնց էս հարստացնում։ Չէ՞ որ Սամվել Մայրապետյանի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, այնքան շենքեր է սարքել, անուն գուցե Սամվել Մայրապետ, բայց այնտեղ երևում է Ռոբերտ Քոչարյանը, չէ՞։ Կամ ինչ եղավ։ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի
ապօրինի ունեցվածքի վրա դատարան հայցան է կայացվել։ Ո՞ր են Սերժ Սարգսյանի 25 տարվա աշխատած փողերն ուր են։ Որը մեկ այդ հարցը չի տալի, բայց ուր են 25 տարի այդ մարդ 90 ուրեմն 93-ից մինչև 2018 թվականը ամենաբարձր պաշտոններն ավարել։ 25 տարի, ով ասում, որտեղ են նա փողը։ Ասենք գիտենք Ռոբերտ Քոչարյանի բիզնեսները, գիտենք, չէ՞, բայց չկա նա Սերժ Սարգսյան, այդտեղ է որոշում հայկական հեղափոխության արմատներն այդտեղ է, որ բանկերում են գտնում։ Ըստ էության ես կարող եմ ենթադրել, որ այմուտքի բանկերում են գտնում եւ այմուտքն էլ այդպես հեշտ կարողացավ նաեւ մենակ այմուտքը չէր, աշխարհակաղակական կոնսենսուս կար, որ Հայաստանում իշխանապողություն անանուն ուղղակի թաթերական ձևով կոչեցին, արեցին եւ կոչեցին Թավշյա հեղափոխություն, որի հետևանքները մենք ստերիել կարենք վայելել։ Պարոն Սարգսյան, քանի որ մենք մարզի խնդիրների մասին ենք խոսում եւ մեր ժամանակը արդեն մոտենում է ավարտին, ես կցանկանայի անդրադառնալ, որ ձեր գրառմանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Տավուշում 60% կրճատվել է հացահատիկի արտերը։ Ինչի հիման վրա է կազմվել։ Փաստացի տվյալները Նամարսպետանից տրված տվյալներ են 4000 քանի հեկտար կար 2018 թվականին 4150 150 հիմա էլ 2400-ի կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, այդ տվյալները գրել եմ ես, եւ ընդ որում պատկերացրեք հացահատիկի սուբսիդավորում չի կատարվում, վերքատվությունն էլ ցածր է, որովհետեւ նաեւ մկները, դաշտամկները շատ են ուտում, մկները, եթե դուք տեսնեք, դրանք մտնում են հողի մեջ, իրենց համար բան են փորում, բներ, հացահատիկը քաշում այնտեղ իրենց համար կուտակում, դրանց դեմ նույնիսկ թունաքիմիկատներ են պետք արդյունավետ, որպեսզի, բայց հիմա դա էլ չի ազդում, որովհետեւ բան են անի, իրենք արդեն դիմադրողականություն են ձեռք բերել։ Հետո ձեռք բերված թունակիմիկատների մի մասը անորակ է։ Այսինքն դա խնդիր է, արդեն բերքը չեն հասնում։ Եվ դեղցի բերքին էլ է ազդել։ Ասենք դեղցի այգիներում էլ կա հացահատիկի։ Պատկերացրեք, որ այս տարի չկայաց անձրևային եղանակները, թունակիմիկատները լավ չկիրառեցին, թունակիմիկատները որը կար եւ բերքի, կարելի ասել բերքի կեսը մկների տարան։ Այդ մկները խոր փներ են սարքում բանի մեջ, արտի մեջ, ու հացահատիկը կրում, կուտակում դեր։ Աղագել բազմանում են ամեն 18-20 օրը մեկ տասնյակ ցակեր են տալ, բաներ, ճուտեր են տալ մկներ։ Այդ լաշտամկերը մեծ մկներ են, բայց աճում են։ Առաջ օցերն ու ոզնիներն էին դրանց հախից գալի, ուտում էին սում։ Հիմա չգիտեմ ինչից է ոզնիներն ու օցերն են քիչացել, որ այդ մկներով էին սում։ Չգիտեմ, այդ կլիմայի գլոբալ փոփոխությունն է, թե թունակիմիկատները չեն որակյալ, թե անձրևային եղանակը Հովհաննես Թումանյանը մի գրված ունի Գաբոբիցու շիրամապահությունը, թե չգիտեմ ասում ինչից է, բայց մեր մոտ շերամը ոնց չաճեց, այդ երևի կարդացել եք այդ Գաբոբիցու շերամապահությունը։ Հիմա մեր մոտ էլ հացահատիկը, հետո գիտեք ինչ, հացահատիկը մեր մոտ չի կարալ բացել պետք է տա։ Տավուշում հիմնականում Շիրակի դաշտավայրում կարող է տալ։ Տավուշում պետք է հիմնականում այգեգործություն լինի։ Այնտեղ լավ կարող է լինել պտղաբուծություն, խաղողագործություն։ Այդ բնության պայմանները այնտեղ լավ են եւ հանգստի գոտիներ շատ գեղեցիկ։ Մեր Տավուշի բնությունը օրինակ շատ գեղեցիկ է, յուրահատուկ, այնտեղ կարող են հանգստի գոտիներ։ Օրինակ Գենոկավանը ցույց է տվել, որ հանգստյան գոտի։ Պարզապես մեկը լինում է, որ լոկոմոտիվի շոկեքարշի պես տանում է, մեկը սարքում է մի օբյեկտ, հետո տուրիստները գալիս են, կողքին տեսնում է, ասենք ինքն էլ է ինչ որ բան սարքում, այդպես առաջ է Գենոկավան։ Բայց այս զբոսաշրջիկների նաև կերակրել է պետք, պահել է պետք, որ այնպես որ գյուղատնտեսությանն էլ պետք է ուշադրություն դարձնել։ Դե դարձնել։ իհարկե այնպես չի որ կարող են բոլորը туриզմով զբաղվել։ Туриզմով զբաղվելու համար փող է պետք, կառուցվածք է պետք, լեզուներ իմացող է պետք։ Ուղղակի ասում եմ, որ այդ туриզմի պոտենցիալը Տավուշում չի իրացվել։ Դիլիջանը օրինակ միայն բանում ամառվա սեզոնին է լավ աշխատում։ Ձմռանը ի տարբերություն Ծաղկաձորի, որը դահուկային սպորտ է, Դիլիջանում այդ պոտենցիալը դեռ մինչև վերջ չի իրացվել։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն եմ հայտնում, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, մենք նորից կանդրադառնանք Տավուշի մարզի խնդիրներին, փորձենք հաղորդումների ընթացքում վեր բարձրացնել խնդիրները, ինչպես դուք եք ասում, ոչ թե պարզապես այցեր լինեն այդ խնդիրները ինչ որտեղ գրելու համար կամ վերհանելու, այլ լուծումներ ստանան։ Հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր լրագրող Ոսկան Սարգսյանը, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։